Բարև ձեզ, Արար YouTube-յան Արիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթվա ընթացքում մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանեց Սերգեյ Լավրովը առհասարակ այս այցը ինչպես կգնահատեք, քանի որ իրարամերժ են կարծիքները արդեն իսկ մեր երկրում։ Գիտեք, դա շատ կարևոր այց էր, վաղուց, ես չեմ հիշում վերջի անգամ Ռուսաստանի արտգործնախարարը երբ է եղել Երևանում, այդ պաշտոնական այցով, եւ դա շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետեւ մեծ հաշվով դա գերտերության արտգործնախարար է, այսօր կարելի ասել աշխարհի բևեռներից մեկն է, եւ այդպիսի գերտերության ղեկավարի այցը մեր երկիր, դա շատ ողջունելի է, եւ պետք է շատ բարձր մակարդակով ընդունեին, որը ըստիս չեղավ կամ կիսատեղավ, եւ այն հարցերը, որ բխում է մեր շահերից, մեր պետության շահերից, այդ հարցերը պետք է բարձրացնել եւ բարձրաձայնել եւ լուծումներ տալ։ Ես չգիտեմ ինչքանով փակ հանդիպումների ժամանակ դա եղել է, որքան գիտեմ, ասում են, որ վարչապետի հետ մոտ 2 ժամանոց հանդիպում ա եղել եւ ինչ են խոսացել դեռևս առաջիկայում կերևա։ Բայց այն հայտարարությունը ասուլիսի ժամանակ երբ որ եղավ, հայտարարությունները, շատ լավ է, որ Ռուսաստանը մեզ համարում է իրեն ստրատեգիական բարեկամ երկիր եւ պատրաստ է կատարել իր պարտավորությունները, ամեն դեպս այդ մասին արտգործնախարարը ասեց, եւ Հայաստանը պետք է իր քաղաքականությունը ճշգրտի, արտաքին քաղաքականությունը եւ գերտերությունների հետ իր հարաբերությունները կարողանա բարձր մակարդակի պահել։ Շատ լավ կլինի նաեւ որ օրինակ ԱՄՆ պետքարտուղարը այցելի Հայաստան։ Լավ կլինի որ Ֆրանսիայի արտգործնախարարը այցելի Հայաստան։ Դա Իրանի արտգործնախարարը վերջերս այցելեց։ Ամեն դեպքում որքան շատ արտգործնախարարներ գան Հայաստան, դա կնշանակի, որ Հայաստանը իրանց հետ հարաբերություններ է ապահովում եւ պետք է ամեն մեկի մեջից վերցնել այն ինչ որ Հայաստանի շահերն են պահանջում։ Ըստ ձեզ այս հակառուսական տրամադրվածությունը, որը կա այժմ ինչու ստեղծվեց ու ինչի համար է, չէ՞ որ մենք գիտենք տարիներ շարունակ եւ տարիների ընթացքում էլ մեր բարեկամ երկիրն ենք համարել եւ համարում, ինչու այսպես ստեղծվեց այս հակառուսական տրամադրվածությունը։ Մենք ինքը բավականին մեծ բան ունի, տարողականություն ունի այս հարցը եւ ինչի տենց ստացվեց, ինչու Հայաստանը, այսպես ասենք, շատ բարձր մակարդակի ստրատեգիական կարևորություն ունեցող գործընկերոջից աստիճանաբար ոնց որ թե վերածվում էր Ռուսաստանին ոչ ցանկալի պետության։ Բնականաբար այս իշխանությունների վարած քաղաքականությունն էր, որը ի սկզբանե փորձում էին Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել եւ դրանով դուր գալ արևմուտքին։ Հələ սա ուրիշ մի այլ հարց է, որ պետք է այստեղ հասկանալ դա որքանով է դա արդարացված, որովհետեւ արևմուտքը Հայաստանի հետ նույնքան լավ հարաբերություններ էր պահում, նույնիսկ ավելին ասեմ, շատ ավելի լավ հարաբերություններ էր պահում, քան այս իշխանությունների, որոնք իբր թե ուզում էին լավացնեին արևմուտքի հետ հարաբերությունները, չվնասելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նախկին բոլոր նախագահների օրոք, հատկապես երկրորդի եւ երրորդի ժամանակ կարողանում էին եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահել եւ արևմուտքի հետ պահել հարաբերություններ առանց ինչ-որ որակումներ տալու կամ առանց ինչ-որ կարծիքներ ասելու նրանց նկատմամբ քննադատելու մի կողմին մյուսի հաշվին
որովհետև Հայաստանը ինքը իրանով բնականից հենց նա է, որ պետքա բոլորի հետ կարողանա հարաբերություններ պահել։ Իհարկե, այստեղ բացառություններ են երկրներն են, որոնք մեզ համարում են թշնամի։ Օրինակ, Պակիստանը Հայաստանին համարում է թշնամի։ Չնայած Պակիստանի հետ էլ շատ ընդհանուր բաներ կա, որ կարելի է աշխատել այդ ուղղությամբ, դիվանագիտություն աշխատացնել եւ այս հարաբերությունները կարգավորել։ Դե եւ Թուրքիան, Ադրբեջանը, մասամբ Իսրայելը կարծիքը որոշ քաղաքագետների, որոնք նշում են, որ Հայաստանը եւ սառեցնում է իր դիվանագիտական հարաբերությունները ինչ որ մի մակարդակի վրա Ռուսաստանի Դաշնության հետ, փոխարենը Ադրբեջանը, մեր հարևան երկիրը ավելի մերձենում է Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերությունները լավացնելով։ Այս միտումը կա ի վերջո։ Դե բնական է, իհարկե։ Երբ որ դու մի կառույցի մեջ ես, եւ այդ կառույցի մեջ սառացնում ես քո ներկայությունը, մեկ այլ պետություն, որ այդ կառույցի մեջ չի, ակտիվացնում աշխատանքները այդ երկրների հետ եւ դու այնտեղ չես խոսում, նրանք են խոսում քո փոխարեն եւ ամեն ինչը ներկայացնում են այնպես, ոնց որ իրանց պետք է։ Դե դրան էլ զուգահեռ ինչ որ գործողություններ են անում ոչ օրինական եւ կարողանում են ինչ որ հաջողությունների հասնել։ Հենց դա է պատճառը, որ մենք որոշակի խնդիրներ ունեցանք, բայց դա պետք է ուղղել։ Դա, չգիտեմ, կամ մի քիչ որ մեղմ ասենք անփորձությունից էր, կամ իրանք ինչ որ հանձնարարություն էին կատարում, դրանով էին եկել պլանավորված, կամ երկուսը միասին իրար հետ անում էին։ Օրինակ, ասենք հապկի հետ հարաբերությունները սառացնելը, փչացնելը, ինչի էր դա պետք։ Ո՞վ է դա արել, ռուսներն են դա արել։ Բնականա չէ։ Ով հապկի քարտուղարին հետ կանչեց, խայտարակեց, դատեց, փնովեց, շատ լավ հասկանալով, որ դիմացը խնդիրներ կան, որ հապկը կարևոր է։ Հիշում եք Խաչատուրովի դեպքի հետ կապված, որը հապկի քարտուղարն էր։ Այսինքն պատկերացնում եք, մի դեպքում, երբ որ հապկի քարտուղարը ազգությամբ հայ է եւ Հայաստանն է ղեկավարում, այդ ժամանակահատվածը հապկը եւ ռազմական գործողությունները, որտեղ հապկը պետք է խառնվի, ու Խաչատուրովի պես փորձառու գեներալը, որ այնտեղ ներկայացված է, հիմա իրեն հանում եք, բերում եք այլ ազգի։ Ընդ որում գալիս է մեկը, որը ադրբեջանցիների Ադրբեջանը մետ է, Թուրքա մետ է, իրանց կողմից է, բա ստացվում է ինչ, այսինքն դուք Ադրբեջանը եւ այդ մարդը մի կողմում եք, հայ ժողովուրդը, Հայաստանը եւ հայկական շահերը մի այլ կողմում են։ Նշանակում է դուք ծառայում եք Ադրբեջանի շահերին։ Սենց հետևություն եթե անենք, դա է ստացվում։ Հետո էլ ասում եք հապկը ինչի չեկավ, հապկը ինչի սենց եղավ, որովհետեւ դուք հապկը փչացնելու գործով եք զբաղված։ Այդ ժամանակ խո ուրիշ բան չկար, որ պատերազմը չէր սկսել, հապկը պատերազմից առաջ դուք սկսեցիք փչացնել։ Չգիտես ինչի։ Երբ որ իրանց որոշակի դեմքեր կան, իրանց հետ խոսում եք, իրանք գիտեք ինչ էին ասում։ Ասում են, որ Պուտինը շատ կարճ ժամանակ ունի, ժամկետ ունի, իրան իշխանազրկելու են, գալու են նոր ուժեր, այդ նոր ուժերի հետ մենք հարաբերությունները կպահենք։ Բայց պարզվում է, որ դա այդպես չեղավ, որովհետև այնպես չի, որ ինչ որ դուք ուզում եք, դա տենց ստացվելու է։ Այսինքն ամեն ինչ հակառակ ուղղությամբ գնաց եւ այսօր այս մարդիկ այլևս քաղաքական դաշտում անելիք չունեն։ Սրանց լավագույն տարբերակը պետք է շատ արագ հեռանան, հանգիստ հեռանան, որովհետեւ ցանկացած դեպքում հեռանալու են։ Պարոն Հավտիսյան, մենք ռեպորտաժ ունենք, մեր քաղաքացիները եւս իրենց կարծիքն ունեն հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, ինչպիսի մոտեցում ունեն Սերգեյ Լավրովի այցի վերաբերյալ, դիտենք ու վերադառնանք։ Ինչ է կարծում Սերգեյ Լավրովի այցը ինչ որ մի բան կտա մեր երկրին։ Հուսանք, ավելին չեմ կարող ասել։ Ոչ մեկ մեզի չի, մեր մասին չի մտածում, աղջիկս։ Եթե մերոնք աչալուրջ լինեն եւ լինեն իհարկե Ռուսաստանի ուղին բռնեն, իհարկե կտա։ Կարծում եմ այո։ Ես այդպես եմ կարծում, որ չնայած ոմանք հիմա ինձ կմեղադրեն, բայց որքան էլ որ ռուսը վատ լինի, մեզ անմիջապես քրիստոնյա պետություն է, ինչպես էլ որ լինի ճիշտ է դժվար էր այս պահին ինքը մեզ մի քիչ դիքունք չկանգնեց, քանի որ իր մոտ էլ ամեն ինչ հարթ չէր,
բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ռուսը ճիշտ է։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Նա ձևական բնույթ ա կրում։ Միշտ էլ այդպես ա եղել։ Ձևական բնույթ է կրում իր կողմից, թե հայերի կողմից։ Հայերի, չէ, հայերի կողմից չի կրի։ Եթե պատմությունը վերընթերցենք, կհասկանանք, որ ռուսի միջամտությունը իբր օգուտ մեզ միշտ ձևական բնույթ ա կրել։ Սեփական շահերի հետապնդում ընդամենը։ Ճիշտն ասած, ես երբեք իմ հույսը չեմ կտրում, ամեն մի երևույթ, ամեն մի բանի, մի գործողությանից միշտ լավ բան եմ տեսնում։ Ցանկանում եմ, որ օգուտ տա մեր երկրին։ Չեմ հավատում։ Ինչու՞։ Ակնկալիքներ չկա։ Բարձր ինտելեկտով ազգապետ ինչ որ դա երեք նկատեցի հակալավրովական այդ պլակատերը բան ինձ թվում է պետք լավ կլինի ամեն ինչ լավա տեսեք Չէ, չեմ կարծում լավ բան լինի, չգիտեմ։ Ինչու եք այդպես կարծում։ Չեմ այդպես կարծում, որ Ռուսաստանից ոչ մի լավ բան չտեսանք։ Երևի թե դա։ Օգուտ չկա Լավրովի այցից, եկել են իրանց ճնշումները գործադրելու Ռուսաստանից առհասարակ մեր իշխանությունները պիտի վերանայեն քաղաքականությունը, բայց հակառակ էֆեկտ ա տալի մի։ Պարոն Ավետիսյան, տեսեք, կարծիքները ամեն դեպքում տարբեր են։ Ես կուզեմ ավելի մասնագիտական աչքով դիտարկենք ես ամեն ինչը, քանի որ մենք ինքներս էլ տեսնում ենք, որ մեր հարևանների հետ վատացնելով հարաբերությունները ամեն դեպքում լավ չեն լինելու, եթե ոչ հակառակ ընթացքը։ Ինչու է այսօր այս վիճակը եւ առհասարակ սա դիվանագիտության ապիկարության արդյունք է։ Բնականաբար Հայաստանը պետք է ունենա շատ ուժեղ դիվանագիտություն։ Հայաստանի դիվանագետները պետք է շատ փորձառու լինեն եւ Հայաստանի համար շատ կարեւոր է դիվանագիտ։ Արտգործնախարարությունը Հայաստանի եթե չասենք թիվ 1, ապա երկու ամենակարևոր նախարարություններից մեկը դինի։ Պաշտպանության նախարարությունը եւ արտգործնախարարությունը։ Պարզապես հարցի առաջանում ուր ենք մենք հիմա գնում դեպի Եվրոպա, թե մենք հիմա մեր դիվանագիտությունը ուր է տանում։ Ես ոնց հասկացա, մենք տեղում դոփում ենք, մենք ոչ Եվրոպա ենք գնում, չնայած ուզում ենք ցույց տալ, որ գնում ենք Եվրոպա, մենք պետք չենք Եվրոպային հիմա։ Եվ եթե մենք պետք կլինենք, եվրոպացիք ամեն ինչ կշրջանցեին եւ մեզ կվերցնեին իրենց մոտ։ Բայց մենք իրանց պետք չենք եւ իրանք ասում են, եթե ուզում եք Եվրոպա գա, գնացեք Թուրքիա, որովհետեւ Թուրքիան է միջնորդավորված Եվրոպայի հարցերը կարգավորում։ Հետևաբար իրանք չեն ուզում հարաբերություններ փչացնեն ոչ մեկի հետ, մենք էլ այդ կշիռը Եվրոպայում չունենք եւ չենք կարող ստիպել, որպեսզի եվրոպացիները մեզ ընդունեն։ Միշտ տարբերակը կապված է ռուսական կողմի հետ, բայց ես ինքս կարծում եմ, որ շատ սխալ է հարցը տենց դնել։ Որովհետև երբ որ մենք այսպես խոսում ենք, մտածում են, ահա, ռուսական մտածողություն ունեն, ուղղորդվածություն են կամ եվրոպական։ Ես ուզում եմ մենք օբյեկտիվ քննարկենք, արդյոք մեր շահերը լավի վերջո ինչ որ միտեղ պիտի պաշտպանվի, ինչ որ մի կազմակերպության մեջ, չգիտեմ, պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտությամբ ուղղություն ունենա։ Իհարկե, նայեք, Հայաստանը պետք է ունենա իր յուրովի մոտեցումը հարցերին, որը նման չի աշխարհի ոչ մի երկրի։ Ինչի համար եմ ես այդ մասին ասում, որ մենք բացառիկ ազգ ենք, որովհետև մենք նույնիսկ կրոնի առումով մենք բացառիկ ենք։ Մենք առաջի քրիստոնեական պետությունն ենք, առաջի երկիրն ենք, որ սեր եւ համերաշխություն ենք տարածի աշխարհում։ Բոլոր մնացածը իրար ուտում էին, իրար գզում էին, իրար ջարդում էին, իրար սպանում էին։ Մենք սեր ու համերաշխություն ենք քարոզում աշխարհում։ Մենք բացառիկ ենք, որովհետեւ մենք ենք դա, ուրիշ մեկը չի։ Այն ինչ որ մենք ունենք, մենք պետք է դրա վրա հենվենք ու դա դարձնենք կարևորագույն արժեք աշխարհի համար։ Մենք պետք է դառնանք աշխարհի դրական բևեռը։ Ինչ ուզում եք ասեք, միևնույնն է, մենք աշխարհի դրական բևեռն ենք։ Այդպես ստացվել է։ Հիմա մենք ենք այդ տարածողները, այդ գաղափարները տարածողները, տեսեք, Հայաստանը երբեք ագրեսիվ պետություն չի եղել ուրիշների հանդեպ։ Միշտ ընդհակառակ հարձակվել են հայերի վրա,
հայերից են գողացել, հայերի տարածքներն են տարել, մեկը բարեկամաբար, մեկը դժբախտաբար, մեկը պատահաբար, մեկը թշնամաբար, բայց սա հայերի տարածքներն են տարել։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք այդ արժեքային համակարգը, արժե համակարգը պետք է բերենք մեջտեղ, որովհետև արժե համակարգը այլևս աշխարհում փոխված է։ Այսօր տեսեք Ադրբեջանը ինքը ագրեսոր պետություն է։ Դիկտատոր Ալիևը, որ ինքը պետություն էլ չի։ Շատերը անդադ այդ մասին խոսում են, ասում են, որ Coca-Cola-ն ավելի հին է, քան Ադրբեջանը ինքը։ Ոչ մի պատմություն չունի, ոչ մի մշակույթ չունի, ոչինչ չունեն։ Ամեն ինչ սրանից նրանից գողացած է։ Հիմա ինչ պետք է անի այդ երկիրը։ Այդ երկիրը զբաղված է տարածքները զավթելով։ Տեսեք, Արցախի հողերը վերցրել են, այնտեղ մշակութային արժեքները, եկեղեցիները քանդում են, շենքերը քանդում են, պատմությունը ոչնչացնում են, իրանց պատմությունն են ուզում ստեղծեն։ Աշխարհը սա տեսնում է, բայց ինչ արձագանք։ Այնինչ պետք է ինչ աներ, աշխարհը պետք է կա, չէ, համապատասխան կառույցներ, որ զբաղվում են այդ հարցերով։ Պետք է սա դնեին ու ասեին, լսի, ընկեր ջան, այս աշխարհի կառույցները ստեղծված են, որ քո նման ճեկլասի երկրներին դաստիարակեն, որ դուք ուրիշի եղած մշակույթը չոչնչացնեք։ Բայց աշխարհը ձեն չի անում, կամ կիսատ պրատ են ինչ-որ բան ասում։ Դա նաև մեր մեղքն է, որ մենք չենք կարողանում այդ աշխարհի առաջ դնել, այդ հարցերը բարձրացնել եւ հասնել արդյունքի։ Օրինակ, այս հարցում մեր շահերը համընկնում են եվրոպական մոտեցումների հետ։ Ֆրանսիացիները օգնում են մեզ եվրոպական դատարաններում, բաներում եւ այլն այս հարցերը առաջ քաշելու։ Իրանք էլ էին ասում, որ ցեղասպանությունն է, էթնիկ զտումները։ Հա, բայց որքան էլ մենք ասենք շահերը համընկնում են, բայց մենք շահերը պիտի բարձրացնենք, ստացվում է, որ մենք շահերը չենք բարձրացնում։ Հիմա ստացվում է ոնց որ, տեսեք, եթե դուք որպես պետություն, օրինակ ֆրանսիացու տեսակետից հետեւյալն է։ Այո, մենք դեռ շատ սիրում ենք, շատ հարգում ենք, Ֆրանսիայում ապրող հայ համայնքը շատ ազդեցիկ է, բայց հայկական պետությունը չի բարձրացնում այն հարցերը, որ մենք իրանց օգնենք։ Ադրբեջանը ուրիշ բան է անում։ Դե հիմա մենք էլ Ադրբեջանի հետ տնտեսական շահեր ունենք, բայց հայկական կողմից ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, չի պահանջվում, չի ասվում։ Ընդհակառակ Հայաստանում ճնշում են Արցախին, արցախահայերին։ Ճնշում են այն կառույցները, որ Արցախից փախան ցեղասպանության արդյունքում հայտնվեցին Հայաստանում։ Փոխանակ այդ հարցերին ընթացք տան ու օգտագործեն դա չի արվում։ Նույնը Միացյալ Նահանգների հետ կապված։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ինքը քրիստոնյաների պաշտպանն է։ Բայց չեք զգում, որ մենք կարևոր ժամանակ ենք այս ընթացքը բաց թողնում եւ չենք դիմում Արցախահայերի գործընթացը սկսելու համար նրանց իրավունքների պաշտպանության։ Պետքարտուղարը ամերիկյան խոսում է քրիստոնյաների մասին։ Փոխնախագահը Ամերիկայի խոսում է քրիստոնյաների իրավունքները պաշտպանելու։ Հենց ինքը Տրամպը իր նախընտրական կամպանիայի ժամանակ ասում էր, որ իր թիվ 1 խնդիրը, կարևորագույն խնդիրներից մեկը աշխարհում խաղաղություն բերելն է եւ քրիստոնյաների շահերը պաշտպանելը այն տարածքներում, որտեղ քրիստոնյաներին նեղացնում են։ Հիմա մեր տարածաշրջանում քրիստոնյաներին նեղացնում են, ընդ որում քրիստոնյաներին չէ, առաջի քրիստոնեական պետության, որը քաղաքակրթությունա տվե, գաղափարա տարածե, սեր ու համերաշխությունա տարածե աշխարհով մեկ, որը ձեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ահռելի ավանդ ունի եւ օգուտ է տվել Ամերիկային։ Հիմա դու այդ երկրի նախագահն ես, այս տեսակ ազգին նեղացնում են։ Ուր է քո պաշտպանությունը ու ո՞նց ես դու պաշտպանում։ Ու դուք չեք կարող, ասենք, մի կիսատ պրատ դիկտատորի դնեք իր տեղը, մինչեւ այս երկիրը վերականգնի իր հնարավորությունները եւ ինքը իրեն կարողանա պաշտպանել։ Այսինքն մենք դա պետք է պահանջենք, դա պետք է խոսենք, դա պետք է ասենք։ Ոչ թե արտգործնախարարը բերանը ջուր առած կանգնել է, ասում է Լավրովի մոտ ասում է մենք Եվրոպա չենք գնում, բան չենք անում, որ իբր թե դուր գա Լավրովին, եվրոպական երկրների մոտ ասում են, որ մենք գալիս ենք ձեր մոտ, որովհետև մենք գտնում ենք, որ եվրոպական արժեք, բայց ո՞ւմ է պետք, ով է ձեզ դա հարցնում, ինչի եք դա անդադ բերում, ինչի եք դա դարձնում քննարկման թեմա, երբեք հայերի մեջ դա չի եղել, հայերը միշտ էլ երբ պետքա Եվրոպայի հետ եղել են, եվրոպական արժեքները պահել են, երբ պետքա արևելքի հետ եղել են, այդ արժեքները պահել են, իզուր չի ասված, չէ՞ որ արևելքի արևմուտքն ենք, արևմուտքի արևելքն ենք։ Ամեն ինչ ստեղ է։ Եվ մենք այդ ամեն ինչի մեջ անցած ազգ ենք։
Մեզ չի կարելի դնել այդ պրիմիտիվ բանը, այդ գնացեք այն երկրներում խոսացեք այդ մասին, գնացեք Աֆրիկայում բացատրեք, չգիտեմ, այն հետամնաց երկրներում, որտեղ որ այդ բաները չկա, բայց մեր մշակույթ, մերպես մշակույթ ունեցող, որ աշխարհին մշակույթը տվեց, մշակույթը տարած է, երբ որ հայերը մշակույթ ունեին, թատրոն ունեին եւ այլն, Եվրոպայում դեռ չունեին ոչ մի բան, այդ ամեն ինչը գնացել է ստեղից։ Հիմա ինչ է ստացվում, ինչն ենք ուզում մենք ասենք, որ մենք գալիս ենք ձեր մոտ, թե չենք գալի ձեր մոտ։ Իրանք են գալու մեր մոտ։ Միջև մենք օգնորոշվում ենք, վատն այն է, տեսնում ենք մեր թշնամի պետությունը, այս դեպքում Ադրբեջանը շատ հանգիստ ասում է արևմտյան Ադրբեջան իր մտածողություններն ու մտորումները եւ ավելի հստակեցնում է իր պահանջները։ Քանի մենք Սա ինչ է։ Ճիշտ է։ Քանի մենք ունենք այսպիսի իշխանություն, սրանք ձախողված մարդիկ են, հասկանում եք։ Սրանք չկա մի ոլորտ, որտեղ իրանք վերցրել են այդ ոլորտը ու զարգացրել են։ Իրանց մոտ ամեն ինչը ձախողված է, իրանք չկան։ Իրանց կարելի ասել ձախողված իշխանություն, ձախողված քաղաքական կուսակցություն։ Պատմության մեջ նման դեպքեր եղել են։ Իրանք ձախողված են ուղղակի վերջ։ Իրանք այդ իրանց ձախողվածը հիմա փորձում են արդարացնել, փորձում են ինչ որ մի բան պոկեն միտեղից։ Ժողովրդին ընտրություններից առաջ ասեն, տեսեք, մենք համաձայնագիր ենք ստորագրել, պայմանագիր էլ չի։ Համաձայնագիր Ադրբեջանի հետ խաղաղության, այսինքն էդ էլ չունեն։ Այդ ուզում են պոկեն, որ բերեն ժողովրդին ասեն, տեսեք, այս պայմանագիրը, համաձայնագիրը, բայց ժողովուրդը խելք ունի, մենք խելացի ժողովուրդ ենք։ Այդ թղթի կտորը ոչ մեկին պետք չի, դա երաշխիք չի, որ խաղաղություն լինելու է։ Այսօր կստորագրեն, վաղը կհարձակվեն։ Այդ թուրքերի այդ ի՞նչն է ստորագրում, այդ ի՞նչ է, այսինքն դա էլ չունեն, այդ ուզում են միտեղից պոկեն։ Դրա փոխարեն ինչ ունեն։ Դրա փոխարեն ունեն հայոյա խառը, մի հատ կրկես, այդ ազգային ժողով չէ, էլի կրկեսը։ Ու մանկամիտ փողոցային մակարդակի խոսակցություն հայհոյել իրար, ու այդ հայոյանքը ցավոք սրտի դարձել է քաղաքական բան արդեն Հայաստանում։ Մի ժամանակ Իսկ ինչի կրթվելը նորաձև է չեն տանում ազգային ժողով էս պարագայում, միգուցե այնտեղից սկսեն կրթվել։ Նայեք, որովհետև սա արդեն կանոնակարգի նման մի բան է դառնում, օրինաչափ է դառնում մեզ համար, որ ազգային ժողովում պետք է նման լեքսիկոնով խոսեն իրար։ Դե իրանք այդպես են կրթում։ Այսինքն մտածում են, որ կարան իրար նկատմամբ այդ տեսակ խայտարակ այլանդակ հայոյանքներ տան ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության ամենաթիվ 1 ամբիոնը, քանի որ մենք պարլամենտական երկիր ենք, այնտեղ հայոյանքի տեղ են սարքել։ Փողոցային մակարդակի հայոյանքներ։ Այն նրան ասում վերենգի տեղդ, այն նրան ասում դու էլ վերենգի տեղդ, ով է տես բան տեսը։ Հասկանում եք ինչ է, այս մեծ վերենգնողների բանա դարձել, տարածքը դարձել, որը ամոթ է մեր համար։ Արժեքներ բերող, արժեքներ մշակույթ, քաղաքակրթություն բերող պետությունը, ազգը հիմա վերածվել է խայտարակ մի հատ փողոցային մակարդակի։ Իսկ դա ով արե։ Սրանք են արել։ Սրանք պետքա գնան։ Սրանք պետքա հեռանան քաղաքական դաշտից եւ այլևս որպես վատ երազ պետքա հիշել իրենց։ Լավ, իսկ ընդդիմադիր դաշտի մասին ինչ կարծիք ունեք առհասարակ, որտեղ նախորդ շաբաթ մենք տեսանք նաև երկրորդ եւ երրորդ նախագահների զրույցները, առհասարակ իրար մեղադրանքներ փորձեցին հնչեցնել։ Դե ցավոք սրտի գիտեք, եթե թիմերը խառնված իրար հայոյում են, կամ իրար նկատմամբ ինչ-որ ինչու՞ չկա միասնություն ի վերջո գիտակցելով, որ սա հայրենիքի այդ ճգնաժամային փուլում ենք մենք այժմ։ Դե հիմա իրանց մոտ չկա, բայց ազգի մի հատվածում կա։ Իրանք հիմա ինչ են անում։ Իրանց թիմերը սկսեցին իրար հայոյել, հիմա այդ հայոյանքը հասել է արդեն իրանց մակարդակի նախագահների, ցավոք սրտի, երկրորդ եւ երրորդ նախագահ, դա այն առաջինի վարչապետի մասին չեմ խոսում, որովհետեւ նա վաղուց է այդ գծի վրա։ Հիմա երկրորդ եւ երրորդ նախագահները սկսել են այդ մակարդակի իրար հետ արդեն խոսել այդ տոնով։ Եվ դրանից ով է շահելու։ Դրանից շահելու այսօրվա գործողը։ Երկուսով իրար հետ փոխանակ ուժերը միավորեն, փոխանակ բոլոր տարաձայնությունները դնեն երկրորդ պլան եւ ընդհանուր process-ի մեջ մտնեն, այս իշխանությանը հեռացնեն, օրակարգը պետք լինի մեկը, հեռացնել այսօրվա իշխանությանը, որպեսզի փրկվի Հայաստանը։
Այս խնդիրը պետք է դնել ու այս հարցով զբաղվեն։ Հիմա այնտեղ տարբեր, գիտեք, անընդհատ այդ բաներին, ֆեյքերին էլ գցում են մեջտեղ տարբեր կարծիքներ, ով մի դրական բան է ասում, այդ ֆեյքերին բաց են թողում վրան, որ վատ բաներ ասեն, բայց ժողովուրդը արդեն սովորել է, մարդիկ գիտեն են ակտիվ խավը, շատ լավ հասկանում է, որ այդ որոշակի մարդիկ են, ուղղորդում են դրանց, որ լավ բաների վերաբերյալ փորձում են փնովել այդ ամեն ինչը։ Բայց գնալով այդ բանը, այս իշխանություններին հավատացողների թիվը փոքրանում է։ Եվ փոքրանում անընդհատ, իրանք հիմա դրանից ընկել են հիստերիայի մեջ։ Իրանք հասկանում են, որ իրանք դուս եկեք փողոց հարցրեք մարդկանց, տեսեք, ոչ մեկը դրական ոչինչ չի ասում այլևս։ Բոլորը հասկացել են։ Մենք մի կարևոր ի վերջո գաղափար ունենք, որը ազգին միասնության գաղափարի կոչ է անում։ Ես կուզեմ Լարմասի մասին խոսենք։ Ի վերջո Լարմասը հենց այն գաղափարն է, որը փորձում է բոլոր կուսակցություններին միավորել մեկ գաղափարի շուրջ, մեկ հարթակում խաղաղ բանակցել, խոսել եւ գիտակցել, որ հայրենիքի փրկությունը միասնության մեջ է։ Կուզեմ սրա մասին խոսենք։ Տեսեք, Լարմասը, գիտեք, ակտիվ աշխատանքային փուլում է, շատ ակտիվ, կարելի ասել 24 ժամ process-ը գնում է աշխատանքային եւ բարեբախտաբար էսեն դեպքն է, որ կարողանում ենք մեր հայկական համայնքները եւ քաղաքական դաշտում եղած ուժերը եւ հասարակական կազմակերպությունները միավորել այս գաղափարը։ Ոչ մեկը այս գաղափարները ծանոթանալուց հետո չի ասում, որ չէ։ Ասում է, հա, ուզում ենք սենց լինի։ Դե որ ուզում եք, ուրեմն եկեք միավորենք ուժերը։ Հիմա այս process-ը սկսել է ակտիվ տեմպով գնում է։ Մինչ այս մարդիկ իրար հայոյում են, մենք այդ միասնությունը ապահովում են։ Կարծում եմ, ինչ-որ պահի այդ իրար հայոյողներն էլ կմտնեն այդ process-ի մեջ եւ կդադարեն իրար հայոյելուց եւ կմտածեն երկիր այս վիճակից հանելու եւ վերադարձնելու այն փառքը, այն հզորությունը, որը ժամանակին ունեցել ենք որպես պետություն, որպես ազգ եւ մենք արժանի կլինենք հարգանքի։ Բարի պարոն Ատիսյան, ես լավ նախադասության վրա փորձենք ավարտել մեր հաղորդումը, քանի որ ժամանակը սպառվել է, հուսամ հաջորդ շաբաթ եւս անդրադարձ կունենանք Լարմաս գաղափարախոսության ու ավելի կբացենք փակագծերը։ Իսկ դուք հարգելի հետևորդներ մնացեք խաղաղությամբ, հույսը մի կտրեք, գիտակցելով, որ Լարմաս գաղափարախոսությունը միասնության գաղափարախոսություն է, այն իր կոչնակն ու հնչնակը դրել է եւ ամեն ինչ լավ է լինելու։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։